Վերացնենք այսպիսով խորհրդարանի նոր կազմը հաստատված է։ Ազգային ժողովի նոր կազմը հայտնի է։ 9-րդ գումարման խորհրդարանում Հայաստան դաշինքը կունենա 12 պատգամավոր։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը միայն չի վերցնում մանդատը։ Վարդանյան Քրիստինե Մարտինի, Վարդանյան Աղան Արշավիթի, Մանուկյան Գեղամ Ազատի։ ՔՊ-ն 64 աթոռ կզբաղեցնի օրենսդիրում։ Այս ուժի մոտ 3 տասնյակ պատգամավորի թեկնածու ենքնաբացարկի դիմում ներկայացրել։ Ուժը կոչրած ճանաչել, քաղաքացիական պայմանագրի կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի առաջին հերթական համար։ Խորհրդարան չեն գնում հիմնականում այն ՔՊԱ-ականները, որոնք նախարարական պորտֆելներ ունեն կամ գուցե ունենան։ Գլխավոր ինտրիգը Փաշինյանի աշխատակազմի ղեկավար ՔՊ նախընտրական շտաբը ղեկավարած Հարությունյանի շուրջ է։ Արայիկ Հարությունյանը մանդատը վերցնում է ու ենթադրվում է, որ կառավարությունից գնում է խորհրդարան։ Ըստ Արմլուրի Հարությունյանը արդեն դիմում է գրել ազատվելու վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նույն աղբյուրի տեղեկությամբ Փաշինյանն այդ պաշտոնը վստահելու է ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որը ևս պատգամավորի թեկնածու էր եւ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ուժեղ Հայաստանը 29 պատգամավոր կունենա նոր խորհրդարանում։ Իշխանությունն ամեն ինչ անում է, որ նրանց մեջ չլինի ընտրակաշառքի փուչ գործով կալանավորված Դավիթ Ղազինյանը, համոզված են Ուժեղ Հայաստանի ներկայացուցիչները։ Սա մեղմ ասած իրավունքի նկատմամբ ծաղր է։ Վարդևանյանի խոսքով իրավապահ համակարգը քաջատեղյակ լինելով, որ Ուժեղ Հայաստանի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանն այսօր մանդատ է ստանալու եւ դրանից հետո նա պետք է ազատ արձակվի, կայծակնային արագությամբ գործն ուղարկել է դատարան։ Դավիթ Ղազինյանը 15:00-ից հետո պետք է լինի ազատության մեջ։ Հայաստանի օրենսդրության պատգամավորի կարգավիճակ ստացած քաղաքացին ունի անձեռնմխելիություն, որից նրան կարող է զրկել միայն խորհրդարանը։ Հենց այս հիմքով պատգամավորի մանդատը վերցնելուց անմիջապես հետո Ղազինյանը պետք է լքեր մեկուսարանը։ Մինչդեռ սահմանադրական այս նորմը իշխանականները յուրովի են մեկնաբանում, իբր ոչ թե մանդատը ստանալուց հետո, այլ ավելի ուշ պատգամավորի լիազորությունները ստանձնելուն պես է դադարեցվում քրեական հետապնդումը պատգամավորի նկատմամբ։ Սահմանադրական դատարան իր որոշմամբ օգտագործում է պատգամավորի կարգավիճակ ձեռք բերել եզրույթը։ Ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ կարգավիճակ։ Կարգավիճակ տալիս է այս մարմինը։ Լիազորությունների ստանձնումը տեղի ունենում ազգային ժողովում։ ԿՀ օրակարգում նաև Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանին առնչվող դատախազության միջնորդությունն է։ Թե ինչ մեղադրանք է հյուսվում Կարապետյանի դեմ, փաստաբանը չգիտի։ Հերթական, քաղաքական, հետապնդման, միջամտության, ամեն կերպ, որ Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտեն, խոչընդոտեն։ Ես հաճախ խոսում էի Սոմալիի հետ համեմատականի մասին, որտեղ գիտեք դեռ կան ծովահեններ, երևի թե այնքան շատ ասեցինք, որ մեր իրականության մեջ նույնիսկ ինչ-որ հարցերում Սոմալին կարծես թե ավելի մեծ իրավունքի պաշտպանության նշաձող է սահմանում, քան Հայաստանի Հանրապետությունում իրավապահ մարմինները։ ԿՀ-ն արդյոք լիազորություն ունի պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվություն տալ դատախազությանը, դա խորհրդարանի մենաշնորհը չէ։ Իշխանության քաղաքական պատվերները կատարելու համար կասկածվող ԿՀ նախագահը իրեն վերապահում է այդպիսի լիազորություն։ Պատգամավորը քանի դեռ լիազորությունները չի ստանձնել, այս դեպքում նրա նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ։ Կարնե Մանգասարյան, Առաքել Օհանյան եւ Հարություն Մաթեւոսյան, Հայլուր։